Պարոն Խաչատրյան, այսօր տեղի ունենալու վեհապարի եւ այլ բարձրաստիճան հոգեբորականների մասնակցությամբ գործող առաջին նիստը նախ այս քրեական վարույթի վեհապարին պատմության մեջ առաջի անգամ հրատարանվելու մեղադրյալի կարգավիճակ ունենալու։ Նախ ես սա դատավարություն չէի որակի, կորակի ազգային իրոք խայտառակություն, պատմության մեջ նախադեպը չունեցող մի բան, որը այսօրվա իշխանությունները նախաձեռնել են հետևողականորեն շարունակում են, իրականացնում են այն ծրագրերը, ինչ որ ունեն Մայր Աթոռի հայ առաքելական եկեղեցու հետ կապված, փորձում են իրականացնել, բայց ես վստահ եմ, որ իրենք այստեղ չեն հաջողելու, իրենք իրենց նպատակին չեն հասնելու, որովհետև շատ պարզ է ամեն ինչ։ Նախ այս ժամանակի ընթացքում ժողովուրդը, հայ ժողովուրդը իրենց սատար չկանգնեց ԿՊ-ին այս հարցով, իրենք էլ են դա տեսնում, եթե սատար կանգնեց, շատ վաղուց արդեն իրենց նպատակներին հասած կլինեն։ Եվ իհարկե երկրորդը կարծում եմ հայ առաքելական եկեղեցու սպասավորները, բարձրաստիճան հոգևորականները, իրենք էլ ամուր անսասան կանգնած են եկեղեցու կողքին։ Պարոն Խաչատրյան, արդյոք այստեղ մտահոգության կարիք կային առումով, որ երբ Փաշինյանի իշխանությունը վերատվեց, կրկին իշխանությունը էլ ավելի կսրի իրավիճակը եւ ամեն ինչ կանի կարգավորվածին հեռացնելու համար։ Իհարկե կա եւ սա այսօրվա այս դատավարությունը այս ձեր ասացի վառ դրսևորումն է, որը շարունակական է լինելու։ Ամեն գնի պատրաստ է։ Ես քիչ առաջ նշեցի, իրենք վաղուց բոլոր կարմիր գծերն անցել են։ Իրենց համար գոյություն չունի ոչ մի կարմիր գիծ։ Դա կապված կլինի մեր ազգային արժեքների, հայ առաքելական եկեղեցու, մեր պատմության, մեր անցյալի եւ իհարկե ամենակարևորն է մեր պետության ապագայի հետ կապված։ Բոլոր կարմիր գծերը իրենք անցել են։ Դրանց համար քաղաք հասարակությունը, ընդդիմությունը այստեղ ինչ անելիք ունի, որպեսզի կանխի։ Մեծ անելիք ունի, որպեսզի սատար կանգնի եկեղեցուն, վեհապար հայրապետին, մեր սրբազաններին, փորձի նաև հասարակության այն հատվածին, ես կարծում եմ դա շատ փոքր հատված է, բայց ամեն դեպքում եթե կա ով ԿՊ-ն կարողացել է մոլորեցնել, մոլորության մեջ գցել, որպեսզի իրենց էլ բացատրենք, որ սա ազգային արժանապատվության խնդիր է։